Համեցեք։ Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Ես առիթից պիտի օգտվեմ ու փորձելով զերծ մնալ իշխող ուժի հետ որևէ բանավեճից, լեզվակռվից ներկայացնել մեր մոտեցումները, որոնք իրականում 180 աստիճան հակառակ են այն ամենին, ինչ ձեզ առաջարկել է իշխող ուժը։ Ու փորձել եմ հենց ներկայացնել այն այլընտրանքը, որը դուք իսկապես ունեք, չնայած ինչքան էլ ներկայացվում է, որ այդ այլընտրանքը գոյություն չունի։ Այս դահլիճում մի քանի ելույթ առաջ ընդամենը 10 րոպե Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ամբիոնից հիմնավորվեց, որ Հայաստանին անհրաժեշտ չէ, ավելին վտանգավոր է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Ես ուզում եմ սա ուղղակի արձանագրենք, հիմա պարոն Ռուբինյան, խնդրում եմ ապահովել, որպեսզի պարոն Եղոյանին ինձ երբեք չխանգարի։ Հիմա որն է եւ այստեղից հարց է առաջանում։ Համարենք հարցը օբյեկտիվ եւ իսկապես քննարկենք այս հարցը։ 21-րդ դար 2026 թվական ինչու է Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Արդյոք սա միայն պատմական հիշողության, պատմական արդարության հարց է, արդյոք ուղղակի որովհետեւ մենք ունենք բարեկամներ ու հարազատներ, կուրորեն ատում ենք Թուրքիային, ուզում ենք, որ ցեղասպանությունը պատժվի, ցեղասպանությունը ճանաչվի, դրա համար էլ հետապնդում ենք դա։ Ոչ, այս պնդումներից որևէ մեկը ճիշտ չէ։ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը առաջին հերթին 2026 թվականին ոչ թե պատմական արդարության վերականգնման գործընթաց է, այն առաջին հերթին հարկավոր է ոչ թե ցեղասպանության զոհերի ժառանգներին, այլ հարկավոր է Հայաստանի Հանրապետությանը։ Այն Հայաստանի Հանրապետության անվտանգային բաղադրիչներից մեկն է։ Ու որպես ապացույց ես ուզում եմ մեջբերել խոսքը, որ այստեղից հնչեց։ Պատգամավորը, որ խոսում էր այդ մասին, ասում է, եկեք ճիշտը ասենք, ցեղասպանության միջազգային ճանաչումը ամենաարդյունավետ գործիքը չի այն նոր ցեղասպանությունները կանխարգելելու։ Պատգամավորը չի ասում այն գործիք չի, որովհետև ինքն էլ գիտի այդպիսի հայտարարությունը ինչպիսի խայտառակ արձագանք կարող է լինել։ Իրականությունը այն է, որ այո, ցեղասպանության միջազգային ճանաչումը, ցեղասպանությունների ճանաչումը կանխարգելիչ գործոն է նոր ցեղասպանությունների համար։ Միակը չէ, բայց կանխարգելի չէ։ Կուզեք ավելի ուղիղ բառով, զսպող է։ Ինչու ենք մենք ուզում, որ աշխարհը ճանաչի, ու մի օր Թուրքիան էլ ճանաչի, որպեսզի ավելի զսպված լինի նոր ցեղասպանություն իրագործելիս։ Դա միայն չի երաշխավորելու, որ Թուրքիան ցեղասպանություն չի իրագործի, բայց դա կարող է օգնել, որ Թուրքիան էլի նույն իր կետին չգա։ Ասում է, ինչ կտա մեզ, եթե աշխարհի 198 երկրներ ճանաչեն ցեղասպանությունը։ Արդյոք դա երաշխիք է, որ էլ մեզ երբեք չեն ցեղասպանի։ Ոչ, բայց դա կարող է զսպող գործիքներից մեկը լինել։ Դա կարող է համագործակցության դաշտը լինել։ Դա կարող է պատժելու, եթե հանցագործությունը կրկնվի, արդեն արված աշխատանքը լինել։ Ուրեմն ոչ միայն պատմական արդարության վերականգնման, ոչ թե ինչ որ վրեժից ելնելով, որը վրեժի հարց չէ, ռացիոնալության հարց է, այլ Հայաստանի Հանրապետության անվտանգության, հայ ժողովրդի անվտանգության համար է, որ այն կառույցները, որոնք որ հետապնդում են, այն ուժերով, որոնք որ հետապնդում են ցեղասպանության միջազգային ճանաչումը, որպես զսպող գործիք Թուրքիայի համար, որպես կանխարգելում նոր ցեղասպանությունների։ Այստեղից զարմանքով ասում են, Հայաստանը երբ որ անկախ պետություն չուներ, պատկերացնում եք, առանց մեզ էլ ճանաչել են ցեղասպանությունը։ Բայց ես հարց չեք տալի, այդ ոնց ա եղել, որ ճանաչել են։ Ուրուգվայը մի օր արթնացել է, ասել է, արի ճանաչեմ այո ցեղասպանությունը, որովհետև գործել է հայ դատի ցանց, որը հետապնդել է այդ նպատակը։ Ու գործում անկախ ձեր կամքից ճիշտ եք ասում, որ անկախ նրանից հայոց պետականությունը այդ պահին առաջնահերթություն համարել է, թե չէ, կա միակ ցանց, որը հետապնդում է մեր շահերը։ Հիմա այստեղ հարց է առաջանում, այդ ցանցի դեմ դուք ինչի եք պայքարում։ Իրան ինչի եք թիրախավորում։ Թուրքիան հասկացանք, դուք ինչի եք անում։ Ինչ խնդիր ունեք։ Ոչ, մենք չենք պնդում, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պիտի լինի Հայաստանի թիվ 1 առաջնային օրակարգ, այդպիսի պնդում ոչ ոք չի արել։ Մենք պնդում ենք, որ այս ամբիոնից տենց ելույթներ պիտի չեն։ Մենք պնդում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը խնդիր պիտի չունենա, երբ որևէ երկիր ճանաչում է հայոց ցեղասպանությունը։
Մենք չենք հասկանում, ինչ է նշանակում հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար մեզ հաշիվ են ներկայացրել։ Այդ ինչ հաշիվ եք փակել։ ԱՄՆ-ն, որ ձեր օրոք ճանաչել է հայոց ցեղասպանությունը, ինչ հաշիվ եք փակել։ Ձեր ինձ հաշիվ չեն ներկայացրել։ Ձեր գործընկերային հարաբերությունները նենց են, որ դուք չեք կարողանում համ ցեղասպան մի քանի նպատակ հետապնդել։ Մենք այդպես չենք պատկերացնում գործընկերային հարաբերությունները։ Հաջորդը անկյունակարային տարբերությունը, որը կա գործող ուժի եւ մեր միջև։ Սպառնալիքի հարցը։ Այս առաջին նիստերին քննարկվեց։ Ինչ ենք մենք առաջարկում։ Առաջարկում ենք ֆիքսել Հայաստանի Հանրապետությանը սպառնալիք ներկայացնող սուբյեկտներին միջազգային հարաբերությունների։ Մեր համար դա Թուրքիայի պետական քաղաքականությունն է, Ադրբեջանի պետական քաղաքականությունն է։ Մենք ուղիղ, առանց որևէ կաշկանդման ասում ենք, որ այլ միջազգային հարաբերությունների սուբյեկտի պետական քաղաքականություն մեր համար սպառնալիք չի ներկայացնում։ Մենք ավելի առաջել ենք գնում, ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության ռեսուրսները պիտի ուղղվեն այս սպառնալիքին դիմագրավելու։ Մի քայլ էլ դրանից առաջ Հայաստանը ռեսուրս չունի որևէ գերտերության, մեկ այլ գերտերության դեմ գործիքը դառնալու։ Եթե Ռուսաստանը ուզի, որ մենք ԱՄՆ դեմ գործիք դառնանք, մենք դա պիտի չանենք, մենք դրա ռեսուրսը չունենք։ Եթե այլ աշխարհաքաղաքական կենտրոն ուզում է, որ մենք Ռուսաստանի դեմ գործիք դառնանք, մենք դա պիտի չանենք, մենք դրա ռեսուրսը չունենք։ Մեր ռեսուրսները հազիվ կարող են հերիքել մեր սպառնալիքներին դիմագրավելուն։ Հիմա ո՞րն է խնդիրը։ Արդյոք եթե ֆիքսում է սպառնալիքը, չպետք է բանակցես սպառնալիք ներկայացնող պետությունների ներկայացուցիչների հետ։ Ոչ, հակառակը, պետք է բանակցել։ Բանակցելը Ադրբեջանի հետ, բանակցելը Թուրքիայի հետ, երբեք մեր համար խնդիր չի եղել։ Մեզ համար խնդիր է եղել եւ շարունակում է խնդիր մնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարելը հերթով։ Ոչ թե ուղղակի բավարարելը, այլ են մտածողությունը, որ ագրեսորի պահանջները բավարարելը կարող է բերել պահանջների ավարտին։ Մենք ասում ենք հակառակը, պահանջները բավարարելը բերում է ախորժակի մեծացման։ Եվ կրկնում ենք, դուք պատմության մեջ չեք կարող մեզ ցույց տալ դեպք, որտեղ ագրեսորին հնարավոր է եղել զսպել կամ դիմագրավել իր պահանջները կատարելով։ Մենք կտրականապես, գաղափարապես դեմ ենք ագրեսորի, սպառնալիքի ներկայացրած պահանջները գաղափարականացնելուն, դրանք հիմնավորելուն, փաթեթավորելուն, դրանց փաստաբանությունը անելուն։ Մենք ասում ենք ուղիղ պետք է նայել ու ֆիքսել սպառնալիքները, հետո մտածել եղանակնել դրանց դիմագրավելու մասին։ Այս ռեսուրսներով, այո, պարտված երկրում, որոնք կարող են լինել մեր հնարավորությունները, ինչ ռեսուրսներ ունենք։ Մենք չենք կարծում, որ օրինակ Ադրբեջանի սպառնալիքին այստեղ ադրբեջանցիներ բնակեցնել հնարավոր է դիմագրավել այդ սպառնալիքը անտեսելով։ Այո, ճիշտ են բոլորը, կոչ եմ անում բոլորիս, մեր բոլոր գործընկերներին, չասել նախադասություն Հայաստանի Հանրապետությունում պիտի վերադառնան 300,000 ադրբեջանցիներ կամ չասել վերադառնալ բառը, որովհետև այստեղ չեն ապրել այդքան թվով ադրբեջանցիներ, եւ չասել թիվ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ընդունակ է այնպիսի միջավայր ստեղծել, որ 288,000 ադրբեջանցի այստեղ կապրի, բայց կասի, բա ասում եք 300,000, ուր է։ Խնդիրը դա չի, խնդիրը այն է, որ մենք չենք կարող չնկատել, որ Ադրբեջանը պետական քաղաքականություն է վարում եւ առաջնային նպատակներից մեկ ունի արտաքին քաղաքական Հայաստանում բնակեցնել ադրբեջանցիների։ Ինչ թվով կլինի, դա չի խնդիրը, թիվը չի իրենց խնդիրը։ Իրենց խնդիրը մեր ներքին գործերին միջամտության անսահման գործիքակազմ ունենալն է։ Ոնց պիտի դիմագրավենք սրան։ Նիկոլ Փաշինյանի առաջարկը մեզ ու այստեղ այդ գաղափարակայնացումը ադրբեջանական պահանջների։ Դուք խոսում եք Արցախահայերի վերադարձի իրավունքից, դրա համար էլ Ադրբեջանը խոսում է ադրբեջանցիների այստեղ բնակեցումից։ Սխալ եք ասում, նախ Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով չի խոսում, հրաժարվել է Արցախահայերի վերադարձի իրավունքից խոսելուց, ու դա Ադրբեջանի ոչ մի պահանջ չի պակասեցրել։ Բայց ինչպես կարելի էր, ինչպես հայկական շահերը պաշտպանող որևէ պետություն կդիմագրաver այս սպառնալիքին։ Արտաքին գործերի նախարարությունը զբաղուց արդեն զբաղված կլիներ Բաքվում, Սումգայիթում, ադրբեջանական մյուս քաղաքներում ապրած հայերի իրավունքների պաշտպանության փաթեթներ կազմելով, որոնք ջարդերի հետևանքով են լքել Ադրբեջանը եւ այս երկու օրակարգերը իրար հակադրելով։ Միևնույն ժամանակ, այո, պաշտպանելով պետական եւ ոչ պետական ինստիտուտներով Արցախահայերի վերադարձի իրավունքը։
Մեզ ասում են, ես ֆրակցիայի անունից եմ խոսելու ժամանակ։ Ավելացրեք 10 րոպե։ Մեզ ասում են մի զենքայնացրեք ցեղասպանության ճանաչումը։ Արցախահայերի իրավունքների պաշտպանությունն էլ նույն բառը կարող ենք ասել։ Կներեք, ինձ ով է ասել, որ չպիտի զենքայնացնենք։ Զենքը ի՞նչ է։ Զենքը պաշտպանական գործիք է։ Ոչ, կալաշնիկով չի, մի ընդհատեք։ Կալաշնիկով չի, բայց վահան է։ Մենք ասում ենք, այդ վահանը պիտի օգտագործենք։ Ձեր առաջարկը, մեր արվող առաջարկը ո՞րն է։ Ինչի պիտի վայր դնենք մեր բոլոր զենքերը։ Ինչի պիտի վայր դնենք բոլոր զենքերը։ Այսինքն, ձեր մոտեցումը ո՞րն է, հնարավորինս անզեն, հնարավորինս առանց պաշտպանության մեր կանգնել սպառնալիքների առաջ, չէ, մենք ասում ենք վերցնենք բոլոր զենքերը, որոնք ունենք, ու դրանով պաշտպանվենք։ Այդ զենքերը մեզ օգնելու են պաշտպանվելու, չեն օգտագործվելու հարձակման նպատակով։ Արդյոք Հայաստան դաշինքը դեմ է խաղաղությանը, դեմ է խաղաղության երևույթին եւ պայմանագրին։ Ոչ, չի կարող դեմ լինել։ Բայց խաղաղություն խաղաղության համար, ուղղակի խաղաղություն, մենք ասում ենք խաղաղություն, որ ապահովի մեր ժողովրդի անվտանգությունը։ Մեզ ինքնանպատակ խաղաղություն, ուղղակի որ ասենք խաղաղություն է։ Պետք չի, ինչի պետք չի, որովհետև խաղաղը նաև գերեզմանում։ Եթե մենք ուզում ենք ուղղակի խաղաղություն, եկեք փոսը փորենք, հողը լցնենք վրաներս եւ կլինենք ամենախաղաղ վիճակում։ Մեզ պետք չի այնպիսի խաղաղություն, որը հիմա կա Արցախում, խաղաղություն առանց հայերի։ Մեզ պետք է խաղաղություն, որը կապահովի մեր անվտանգությունը, այլապես անիմաստ է։ Արդյոք հնարավոր է խաղաղություն ապահովել թուղթ ստորագրելով, որի վերնագիրը խաղաղություն է։ Ոչ, չի կարելի։ Արդյոք հնարավոր է հարաբերությունները կարգավորել եւ կպետք է, այո, ով իշխող ուժին մի քննադատական խոսք հնչեցներ, եթե իրենք օրինակ Ադրբեջանի հետ ստորագրեին հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ, պայմանավորվեին, որ դեսպաններ են նշանակում մայրաքաղաքներում եւ բանակցությունները շարունակում են միջազգային օրենքներին համապատասխան։ Ոչ մեկ, բայց իրենք ստորագրել են թուղթ, անունը դրել են խաղաղություն, ասում են արդեն կայացած փաստախաղաղությունը առանց կոնֆլիկտը ծնող հիմնական խնդիրներին անդրադառնալու, դա բաց թողելու։ Մենք ասում ենք, այդպես չի լինում, խաղաղություն գերիներով չի լինում, խաղաղություն օկուպացված տարածքներով չի լինում, խաղաղություն առանց կոնֆլիկտը ծնած հարցերին լուծում տալու չի լինում։ Ուրեմն մեր առաջարկը տարանջատել հարաբերությունների կարգավորումը խաղաղության գործընթացից։ Խաղաղությունը երկարատև, տասնամյակներ տևող գործընթաց է, որի վերջնարդյունքը պիտի լինի համապարփակ լուծումը։ Հարաբերությունների կարգավորումը կարող է լինել շատ ավելի արագ։ Դե մենք արդյոք ապաշրջափակմանը ոչ չենք կարող դեմ լինել։ Ինչն է խնդիրը, որ ապաշրջափակում չկա։ Դա է խնդիրը։ Եթե դուք ասում եք ապաշրջափակումա թրիփը, որ ինչ ճանապարհ է այդտեղ ապաշրջափակվել։ Մենք դեմ ենք միակողմանի զիջումներին։ Ինչ կանեինք մենք, եթե այնպիսի իրավիճակում ենք, որ այդ ճանապարհը, որը դուք տվել եք իր ռեժիմով առանձնահատուկ, հիմա կա այդ պայմանավորվածությունը, բանակցել փոխադարձության մասին։ Իսկ ինչու պիտի Հայաստանը նույն ռեժիմով ճանապարհ չստանա երասխով։ Ի՞նչն է խանգարում։ Հայաստանի ձեռքում մի գործիք ավելը կխանգարի։ Իսկ ինչու պիտի այդ ուղղությամբ բանակցություններ չլինեն։ Ինչի պիտի մեր բոլոր դիվանագիտական ջանքերը ուղղված լինեն, ինչ մեզնից պահանջել են, դա տվել ենք, հիմնավորելու, որ դա առավելագույնն է, որ մենք կարող ենք ունենալ։ Դուք չեք կարող, գնացեք ավելի լավը կարողները գան, անեն։ Ով ասել, որ դուք ամենալավը կարող եք։ Որն է հաջորդ խնդիրը։ Ասում են, որն է մեր հաջորդ խնդիրը վարվող քաղաքականության հետ, սիրելի հայրենակիցներ։ Ասում են, եթե մենք առևտուր անենք, հաշվեք, որ սպառնալիք չկա, պատերազմ չի լինի։ Մենք ձեզ ուղիղ ասում ենք, որ Ռուսաստանից ու Ուկրաինայից ավելի շատ ապրանքաշրջանառություն, ավելի սերտ առևտուր չեն կարող իրար հետ անել։ Բայց այդ առևտուրը երբեք ոչ մի պատերազմ մարդկության պատմության մեջ չի զսպել, որովհետև առևտուրը չի քաղաքական նպատակը, պատերազմները լինում են քաղաքական նպատակների համար։ Մեր խնդիրն է առևտուր անենք, այո, իրար հետ առևտուր անենք, խնդիր չկա, բայց այդ առևտուրով մի ներկայացրեք, որ մեզ բաժին հասած սպառնալիքները նվազել են, ուղղակի որովհետև առևտուր են արել։ Առևտուրը երբեք պատերազմի զսպող գործոն չի եղել, չի կարող լինել նաև մեր դեպքում։ Դրա համար սպառնալիքի արհեստական նվազեցումը
մենք անվանում ենք ջայլամային քաղաքականություն ու ձեր միակ մարտավարությունը դառնում է եկեք գլուխներս մտցնենք ավազի մեջ, չտեսնենք սպառնալիքը, հետևաբար սպառնալիքը չկա։ Մենք ասում ենք եկեք տեսնենք, ֆիքսենք սպառնալիքը, դրան դիմագրավենք։ Հաջորդ խնդիրը Սփյուռքը համարյա հայտարարվում է, որ Սփյուռքը նախ կապ չունի Հայաստանի հետ, երկրորդը խոշոր հաշվով Սփյուռքի եւ Հայաստանի Հանրապետության նպատակները հակամետ են իրար եւ որոշ տեղերում խանգարում են։ Մենք այլ բան ենք ասում, 180 աստիճան հակառակ։ Հայաստանը այլ քաշային կատեգորիայի պետություն է առանց Սփյուռքի եւ լրիվ այլ, շատ ավելի բարձր քաշային կատեգորիայի պետություն է Սփյուռքով։ Սփյուռքը մեզ համար վտանգ չէ։ Սփյուռքը մեր ուժն է։ Ուժի աղբյուրներից մեկն է։ Այո, կան նպատակներ, որ նպատակահարմարությունից ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտոնական իշխանությունները չեն կարող կամ բարձրաձայնել կամ առաջ տանել։ Ի՞նչն է խանգարում, որ դա առնեն Սփյուռքի կառույցները։ Ի՞նչն է խանգարում, որ դա անի Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը։ Մեր պատկերացրած երկրում Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը ջարդերի մասին գիրք նվիրելուց չի ազատվի աշխատանքից, որովհետև այո, արտաքին գործերի նախարարը կարող է զսպված լինել կամ կաշկանդված լինել որոշակի հայտարարություններ անելու, բայց գիտական ինստիտուտի տնօրենին դա չի խանգարի գիրք նվիրել, ու դրանք իրար չեն հակադրվում, դրանք իրար լրացնում են եւ ուժեղացնում են։ Մենք այդպես ենք պատկերացնում մեր արտաքին քաղաքականությունը։ Դիվերսիֆիկացիա, առևտուր, դիվերսիֆիկացիա եւ նոր հնարավորությունների փնտրտուք։ Այո, դիվերսիֆիկացիային, այո, հնարավոր բոլոր այլընտրանքներին, բայց այլընտրանքներին, իրատեսական այլընտրանքներին, ոչ այն փուչիկին, որը դուք փչել եք ու որի արդյունքում մենք հիմա կանգնել ենք մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ այն վիճակում, որտեղ իրենք գտնվում են։ Սիրելի քաղաքացիներ, չենք դադարում ձեզ հիշեցնել, որ դուք այսօր ձեր տարբեր արտադրանքներ չեք կարողանում արտահանել, որովհետև այս խորհրդարանում, այո, ընդունվել է հայտարարություն, որ մենք գնում ենք ԵՄ։ Ու տարբեր երկրներ ասում են, մենք ձեր ԵՄ ճանապարհը չենք ֆինանսավորելու, ուզում եք գնացեք։ Հիմա ինչ կլիներ, ինչ փոխված կլիներ մեր կյանքում, եթե այդ հայտարարությունը այստեղ ընդունված չլիներ։ Ոչ մի բան, դուք անխմչոտ ձեր ուղևորափոխադրումներ, ձեր բեռնափոխադրումները կանեիք։ Ինչ փոխված կլիներ։ Այսինքն աշխարհի 200 պետություններից Հայաստանի Հանրապետությունն է, այն պետությունը, որտեղ հարց կա Ռուսաստանի Դաշնության նախագահը, եթե այստեղ այցելի իրան ձերբակալելու են, թե չէ։ Մենք ասում ենք, մենք դա մեզ թույլ չենք կարող, պետք չի դա մեզ այդ հարցը։ Նույնը ԱՄՆ-ի նախագահին է վերաբերում, նույնը Չինաստանի ղեկավարին է վերաբերում։ Դա մեզ պետք չի։ Դուք մեզ տարի մցրել եք այդ կետում, աշխարհաքաղաքական բախման կետում, բայց որը մեր համար կարող էր իրական այլընտրանք լինել։ BRICS շուկան, մեր նախընտրական ծրագրում ամրագրված, աշխարհի ամենամեծ տնտեսական շուկաներից մեկը, որտեղ մենք շատ ավելի անխոչնդոտ կարող ենք մուտք գործել, քան ԵՄ, եթե ԵՄ երբևէ կարող ենք մուտք գործել, որը կարող էր իրական այլընտրանք լինել ապաշրջափակման այն ամեն ինչին, ինչ մեզ ներկայացնում են, աբխազական երկաթուղին, որը էլի մեր, որը էականորեն կրճատում է Հայաստանից ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների ճանապարհը, ու որի իրագործման համար մենք սուվերենության զիջման կամ հատուկ ռեժիմների որոնման որևէ խնդիր չունենք։ Ինչու սա չենք անում, ինչու այս ամեն ինչը չենք անում, որովհետև գործող իշխանությունը որդեգրել է մի ուղղություն, որտեղ Ադրբեջանը եւ Թուրքիան մեր անվտանգության երաշխավորներն են, որտեղ Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները ներկայացնում են որպես մի բան, որը մենք ինքներս ենք միշտ ցանկացել, ուղղակի վախեցել ենք բարձրաձայնել, հենց իրենք դրա մասին խոսեցին, մենք արդեն ազատ ենք բարձրաձայնել։ Մեր կոնցեպտուալ մոտեցման տարբերությունը ֆիքսել ինչ են մեզնից պահանջում մեզ սպառնալիք ներկայացնողները, դիմագրավել դրանց եւ փնտրել այլ ուղիներ մեր բարեկեցությունը, մեր խաղաղությունը, մեր անվտանգությունը ապահովելու համար։ Սա է անկյունակարային տարբերությունը։ Մենք անվտանգություն չենք փնտրում Բաքվում եւ Անկարայում, մենք դաշնակիցներ փնտրում ենք Ադրբեջանից եւ Թուրքիայից բացի աշխարհի գլոբուսի որտեղ լինի, որտեղ մեր շահերը իրար հետ կհամընկնեն։ Դուք այստեղ խոսեցիք նաեւ երկրորդ նախագահի հայտարարության մասին, եթե ձեր համար գաղտնիք է երկրորդ նախագահը դաշնակցական չի։ Տարբեր մարդիկ ունեն տարբեր մոտեցումներ։ Մեր մշտական մոտեցումը եւ արտաքին քաղաքականությունում եւ ներքինում չգտնել տեղերը, որտեղ տարամետ են քո պատկերացումները։ Կարող են գտնել կետ, որտեղ շահերը եւ համոզումները համընկնում են ու
կազմել համագործակցություն։ Մեր պատասխանը այո, մենք չենք փնտրում տարբերություններ մեզ չվերաբերող հատկապես, որտեղ մենք կարող ենք ցույց տալ, թե որքան տարբեր ենք։ Մենք փնտրում ենք, որտեղ են մեր շահերը համգնում եւ որտեղ կարող ենք իրար հետ համագործակցել։ Սա է մեր տարբերությունը իշխող ուժի հետ։